Մերոպե։ Լիահույս եմ, որ արձանագրված բոլոր խախտումները, եթե այդպիսին լինեն, իրականությանը կհամապատասխանեն, բայց ամեն դեպքում ես նկատում եմ, որ որոշ լրատվամիջոցների կողմից, որոնք հարում են ընդդիմադիր թևերին, փորձում են իմիտացիա ստեղծել, որ ընտրությունների ընթացքը ինչ-որ խախտումներով է անցնում, երբ որ տեսնում եմ արձանագրություններ, որ տեղամասի մոտ 1-2 անց կա եւ նկարագրվում է, որ օրինակ քաղաքացիական պայմանագրի աջակիցներ են, թե ինչպես են դեմքով նույնականացնում, ես որ նայում եմ իրենց չեմ ճանաչում ամեն դեպքում։ Առհասարակ նաեւ մենք նկատում ենք բավականին պասիվություն, մտահոգիչ է թե ոչ, եւ առհասարակ ինչքան մասնակցություն եք կանխատեսում տնտեսիների, որովհետեւ օրինակ Երևանի դեպքում մենք շուրջ 71% ունենք, որոնք չեն մասնակցում։ Ես կարծում եմ, որ մասնակցությունը շատ բարձր չի լինելու, եթե մենք նայենք 2021 թվականի ցուցանիշները, Գյումրիում շուրջ 26000 ընտրող է մասնակցել։ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ, եթե չեմ սխալվում, այդ թիվը շուրջ 45000 էր։ Իմ ենթադրություններով, չնայած այսպիսի երևույթները ենթադրություն կամ կանխատեսում չի սիրում, բայց շուրջ 30-ից 35000 վճարել։ Բացառում եք, որ ընդհանրապես որևէ կերպ հնարավոր չի լինելու կոալիցիաներ կազմել եւ ոչ թե երկրորդ փուլ, որովհետեւ այդպես այդպեսին չի լինելու, այլ նոր ընտրություններ կլինեն։ Ես հիմա էլ եմ տեսնում, որ ընդդիմադիր թեկնածուները այդ մասին բացեի-բաց հայտարարում են, բայց քանի որ ինչպես նախորդ օրը, այդպես էլ այսօր որևէ քարոզչական դիտարկումներ չի կարելի իրականացնել, ես զերծ կմնամ։ Թեև նկատենք, որ եւ նախորդին եւ այսօր շատ ընդդիմադիրների կողմից դա խախտվում է եւ ակտիվ քարոզչություն է իրականացվում։ Մարդ բերել արտահայտությունը բնորոշ է նախկին իշխանական ռեժիմին։ Ես կարծում եմ, որ 2018-ից հետո քաղաքացին բերվելու խնդիր չունի։ Այո, ես չեմ ժխտում եւ եղել են մեր աջակիցները տարբեր համայնքներից, ինչը բնականon է։ Այո, եղել են մարդիկ նաև պետական կառույցներից, եթե մեր նախընտրական ցուցակը նայեք, կան անհատներ, որոնք տարբեր պետական կառույցներ են ղեկավարում եւ բարձր որ իրենց կոլեկտիվից կունենան 1-2 աջակիցներ։ Բայց ես ուզում եմ որպես հմուտ լրագրողներ, իսկ ներկաները բոլորն էլ հմուտ լրագրողներն են, ես առաջարկում եմ դիտել կադրերը։ Այն դեպքում, երբ մարդիկ հարկադրված գալիս են միտինգների, նրանք այդ այսպես ասած տրամադրությունը կամ էմոցիան կամ վայբը չունեն։ Իսկ ես որպես մարդ, ով խոսել է բեմից, այդ տրամադրությունը զգացել եմ։